Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի նստաշրջանի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանային խաղաղությանը, գերիների վերադարձին եւ Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներին։ Նախարարի խոսքով Ադրբեջանում պահվող 4 հայ գերիների ազատ արձակումը խաղաղության հույս է ներշնչում։ Միրզոյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում ազատ կարձակվեն նաեւ մեջբերում Ադրբեջանում մնացած մյուս 19 պահվող անձինք։ Ելույթի ընթացքում արտգործնախարարը խոսել է նաեւ Հայաստանի դեմ հիբրիդային սպառնալիքների մասին, նշելով, որ որոշ ուժեր պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների մեջ երկրի ինքնիշխան ընտրությունը խաթարելու եւ Հայաստանը հարևանների հետ անվերջ հակամարտության վերադարձնելու համար։ Բացարձակ բամբասանք է որակել արտգործնախարարը այն խոսակցությունները, թե Հայաստանում հոգեվորականների են հալածում։ Միրզոյանը անդրադառնալով ԵԽԽՎ падգամավորի հարցին հայտնել է, որ մեջբերում Հայաստանում հոգեվորականների նկատմամբ հալածանք չկա։ Ըստ նախարարի, խաղաղությունը, ինչպես եւ ժողովրդավարությունը պետք է մշտապես պաշտպանել թե ներքին, թե արտաքին ճնշումներից։